Մայրիկների ակումբն արդեն 1 տարի է, ինչ եթերում է։ Եթե փորձեմ այս 1 տարվա ընթացքում ինձ գրված նամակներից top 10 հարցերի աղյուսակ պատրաստել, հավատացնում եմ, 3-րդ հորիզոնականում կլինի պատվաստումների թեման, կրծքով սնուցման և երեխայի սննդակարգի թեմաներից հետո։ Եվ ուրեմն չեմ զարմանում, որ մարզերից էլ մեզ այդքան հաճախ են հարցնում դրանց մասին։ Այս անգամ հարցը տեսագրված է, այն լսելուց առաջ շտապում եմ ողջունել իմ այսօրվա հյուրին, մանկաբույժ Զարուհի Սարգսյանին։ Ողջույն բժշկուհի, ուրախ եմ, որ համաձայնել եք օգնել մարզում բնակվող մի մայրիկի, ով հարց ունի և խնդրել է, որպեսզի մանկաբույժը պատասխանի դրան։ Նախ առաջարկում եմ լսել մայրիկի հարցը, որից հետո արդեն ձեր մեկնաբանությունը, լավ։ Բարև ձեզ, ես Մարնեն եմ Թալինից, ուզում եմ իմանալ պատվաստումների մասին, որն է դրա բացասական և դրական կողմերը, շնորհակալություն։ Պատվաստումների դրական ու բացասական կողմերի մասին մեկնաբանություն կխնդրեմ ներկայացնեք դուք։ Նախ խոսենք դրական կողմերի մասին, որից հետո արդեն կանդրադառնանք վատ հետևանքներին և բացասական կողմին։ Երեխաները ստանում են պատվաստումները ըստ ազգային օրացույցի, որը հաստատված է Առողջապահության նախարարության կողմից։ Երեխաները երբ ծնվում են, պատվաստումները ստանում են, առաջին պատվաստումները ստանում են դեռ ծննդատանը։ Այո, դրանք են BCG-ն և վիրուսային հեպատիտ B-ի պատվաստանյութերը, որոնք ներմուծվում երեխային ծնվելուց 24-ից 48 ժամվա ընթացքում։ Նրանք պաշտպանում են երեխային բավականին բարդ հիվանդություններից, BCG-ն պաշտպանում է երեխային տուբերկուլոզից, որը շատ բարդ հիվանդություն է և բերում է հաշմանդամության և անգամ շատ վատ հետևանքների, կարող է երեխան շատ ծանր հաշմանդամություն ունենա կամ մահվան բերի, եթե հանկարծ հիվանդանա։ Դա խոսենք նրանից, որ դա դրական կողմն է պատվաստանյութի, որը որ և երեխային պաշտպանում է այդ հիվանդությունից։ Մյուսը դա վիրուսային հեպատիտ B-ն է, որը պաշտպանում է հեպատիտ B տեսակից երեխային։ Երեխան երբ վերադառնում է տուն ծննդատնից, 45 օրական, մոտավորապես 6 շաբաթական հասակում երեխան այցելում է բժշկին, իր մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին, որի ժամանակ բժիշկը դիտում է երեխային, տեսնում է իր աճը, զարգացումը և ընթացքում մինչև այդ էլ է իհարկե տեսնում երեխային։ Ստուգում է բոլոր ռեֆլեքսները, ջերմությունը, արդյոք հիվանդ չի այդ պահին երեխան որևիցե ինֆեկցիոն հիվանդությունով կամ այլ ինչ-որ խնդիրի, որը սրացում է տվել, այդ ժամանակ երբ ամեն ինչը նորմալ է և կարգին է, երեխան ստանում է ևս պատվաստումներ։ Նրանցից են պենտավակցինան, որը որ պաշտպանում է երեխային 5 տեսակի վարակներից և ստանում է ռոտավիրուսային վակցինայի պատվաստումը, պոլիոմիելիտի, հիմա նաև պնևմակոկի վակցինան։ Դա խոսեմ 6 շաբաթականում։ Այո, մոտավորապես 6 շաբաթական հասակում 45 օրեկանում իր երեխայի առաջին այցի ժամանակ պոլիկլինիկա կամ իր առաջնային առողջապահության պաշտպանման օղակը, որտեղ աճախում է երեխան։ Եվ ծնողը, որը մտածում է, որ այսօր կատարի այդ վակցինաները թե հրաժարվի, պետք է նաև մտածի, որ ինքը երբևիցե չունի 100%-անոց ապահովագրություն, որ իր երեխան իր կյանքի ընթացքում չի հանդիպի նմանատիպ ինֆեկցիայի հետ։ Որովհետև շատ ճիշտ եք ասում, մանկության տարիներին մենք ինչ-որ չափ կարողանում ենք պաշտպանել մեր երեխային տարբեր վարակներից, խնդիրներից, իհարկե ինչ-որ չափ, բայց երբ երեխան մեծանում է, դու չգիտես ինչ միջավայրում է աշխատելու, ինչ կյանք է ունենալ եւ այլն եւ այլն։ Այսինքն մանկության տարիներին հետևելով պատվաստումների օրացույցին մենք նաեւ ապահովագրում ենք երեխայի հետագա կյանքը, ապահովագրում ենք երեխան չի մնալու անընդհատ փոքրիկ հասակում, երեխան մեծանալու է, երեխան վազելու է, շարժվելու է եւ հաճախելու է տարբեր օբյեկտներ եւ կոլեկտիվներ։ Եվ մենք չենք կարող ապահովագրել, որ այդտեղ չի լինի այն վարակը, որի հետ շփվելով ինքը կունենա վաղ մյուսօրը այնպիսի հիվանդություններ, ամեն դեպքում շատ դժվար կլինի երեխային առողջությունը ապահովել այդ դեպքում։ Փաստորեն պատվաստումների թիվ 1 դրական կողմն այն է, որ մարդը ամբողջ կյանքում ապահովագրվում է տարբեր ծանր հիվանդություններից, իսկ մենք գիտենք, որ դրանք պատահական պատվաստումներ չեն, այսինքն մշակված է թե կոնկրետ որ հիվանդությունների է։ 21-րդ դարում նաև ձեր նշած հիվանդությունների մեծ մասը արդեն այնքան է նվազել, որ դրանք շատ հազվադեպ են հանդիպում, շնորհիվ նաև պատվաստումների։ Շնորհիվ պատվաստումների նվազել են, պոլիոմիելիտի մասին կարող եմ ասել, պոլիոմիելիտը անգամ դիտվում է այնպես, որ եթե ևս մի քանի տարիներ ինքը կատարվի նորմալ պատվաստումներ եւ շատ նվազվի, հնարավոր է, որ պոլիոմիելիտի վակցինան արդեն ստանան երեխաները ոչ թե բերանով, այլ կարգի ձևով, որովհետեւ դա արդեն խոսի նրա մասին, որ մեր երկիրը հնարավոր կլինի ազատվի պոլիոմիելիտ վակցինա, որովհետեւ հիվանդություն չկա։ Որովհետեւ
դեպքերը շատ հազվադեպ են դարձել, բայց դա միայն իշնորհիվ պատվաստումների է։ Հիմա խոսենք պատվաստումների բացասական կողմի մասին։ Ինչով կարող է պատվաստումը վախեցնել մայրիկներին։ Ծնողները շատ ժամանակ վստահ չեն լինում պատվաստման նյութի որակի հետ կապված, բայց ես կարող եմ հավաստացնել, որ իսկապես պատվաստանյութերը լավն են, որակով են, ստացվում են միմիայն նորմալ, այսինքն ստուգումներից հետո բոլոր պատվաստանյութերը իրանք բոլորը ստուգված են, ապահովագրված են, եւ այն երևույթները, որոնք առաջանում են պատվաստանյութի ներմուծումից առաջին 3 օրվա ընթացքում, հա, եթե դա խոսենք պենտավակցինայի մասին է կամ այլ պատվաստանյութերի մասին է, որոնք այսինքն կարա հետ պատվաստումային ռեակցիա առաջանալ մինչև 3 օր։ Դրանք անցողիկ են եւ նրանք չեն թողնում հետագա։ Այսինքն 3 օրվա ընթացքում ջերմության բարձրացումը, կարող լինի ջերմության բարձրացում, երեխայի անհանգստություն, լաց, բայց մանկաբույժը նախորոք դա ամեն ինչը բացատրում է եւ անպայման հետեւում է պատվաստումից հետո ինչպես է երեխայի վիճակը, պարտադիր բացատրվում է ինչ պետք է կատարել, ոնց պետք է կատարել։ Նախորոք զննում է երեխային, որ երեխան հիվանդ չլինի, երեխան չունենա ջերմություն, չունենա ինչ-որ որևիցե ինֆեկցիոն հիվանդություն կամ քրոնիկ հիվանդության սրացում, եթե այլ մի քիչ մեծ երեխաների մասին հա խոսենք, այդ ամեն ինչը եթե տեղին է կատարվում ժամանակին եւ ճիշտ պատշաճ, ապա պատվաստումներից հետո մենք չենք ունենում այդպիսի բարդություններ կամ որևիցե բացասական լուրջ։ Իհարկե բժշկի պատասխանատվությունն է շատ ուշադիր զննել, դուք նշեցիք, որ երեխան ինֆեկցիոն հիվանդություններ տվյալ պահին չունենա, լիարժեք առողջ լինի, բայց կարծում եմ նաեւ շատ կարեւոր է ծնողի դերակատարումն այստեղ, թե ինչ վիճակով են ձեր երեխային պատվաստում, հա, անկախ նրանից որքանով է ուշադիր մանկաբույժը թե ոչ, նաեւ ծնողը պարտադիր է իմանալ, որ պատվաստումից առաջ, պատվաստման օրը ձեր երեխան լիարժեք առողջ պետք է լինի։ Պարտադիր։ Լսենք մասնագետներին, վստահենք եւ պաշտպանենք մեր երեխաներին։ Շնորհակալ եմ զրույցի համար։